Գիրք առակաց, գլուխ 15 Մեղմ պատասխանը կհանգստացնե բարկությունը, բայց վիրավորիչ խոսքը բարկություն կկրկռե։ Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, բայց հիմարների բերանը տխմարություն է բխում։ Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին և բարիներին։ Բուժող լեզուն կենաց ծառ է, բայց լեզվի վրայի նենգությունը հոգիի վերք է։ Հիմարը կանարգե իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խելացի է։ Արդարի տանը շատ գանձ կա, բայց ամբարիշտների եկամուտներումը ավերմունք։ Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց հիմարների սիրտը այսպես չէ։ Անզգամների զոհը զզվանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղոթքը նրան հաճելի է։ Զզվելի է Տիրոջ համար ամբարիշտի ճանապարհը, բայց արդարության հետևողին սիրում է նա։ Չար պատիժ կա ճանապարհիցը ծռվողի համար, հանդիմանություն ատողը կմեռնի։ Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են, էլ ուր մնաս, որ մարդկանց որդիների սրտերը։ Ծաղր անողը չի սիրիլ իր հանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մոտ։ Ուրախ սիրտը կզվարթացնե երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կճնշվի։ Խոհեմ սիրտը գիտություն կորոնե, բայց հիմարների բերանը հիմարությունով է սնանում։ Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույք է։ Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը խռովությունով։ Լավ է խոտեղեն կերակուր և հետը սեր, քան թե գերբ ձուարակը ատելությունով։ Բարկացոտ մարդը կռիվ կկրկռե, բայց երկայնամիտը վեճ կհանգստացնե։ Ծույլի ճանապարհը փշեղեն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթված է։ Իմաստուն որդին կուրախացնե իր հորը, բայց հիմար մարդը կանարգե իր մորը։ Հիմարությունը ուրախություն է պակասամիտի համար, բայց խոհեմ մարդը կուղղե իր ընթացքը։ Դիտավորությունները խանգարվում են խորհուրդ չլինելիս, բայց խորհրդականների շատությունովը հաստատվում են։ Ուրախություն է մարդիս համար իր բերանի հարմար պատասխանը, և խոսքն իր ժամանակին ինչ լավ է։ Կենաց ճանապարհը դեպի վեր է իմաստունի համար, որ խույս տա ցածումը դժոխքից։ Հպարտների տունը Տերը քանդում է, բայց հաստատում է որբևայրիի սահմանը։ Տիրոջը զզվելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խոսքերը։ Իր տունը քանդում է ով, որ ագահության մոլի է, բայց կաշառքներն ատողը կապրի։ Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանե, բայց անզգամի բերանը չարություններ է բխում։ Հեռու է Տերը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղոթքը։ Աչքի զվարթությունը ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։ Կյանքի հանդիմանություն լսող ականջը իմաստունների մեջ է բնակվում։ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք կշահե։ Տիրոջ երկյուղն է իմաստության խրատը, և փառքի առաջին խոնարհություն է գնում։